Բարև ձեզ հայեր ջան, այսօր կպատմեմ հայոց ազատագրական պայքարը 7-ից 9-րդ դարերում եւ շնորհակալություն դիտելու համար, բարի դիտում, լայքեր բաժանորդագրվեք եւ նոր հետաքրքիր պատմություններ կպատմեմ հայ ազգի մասին։ Հայերի ջար տալուց արաբները փախան ու ապաստան գտան Ռշտունի գավառի Գուկանք Ավանի հայկական եկեղեցում։ Նրանք հայ զորականերից խնդրեցին ողորմելու իրանց ու թույլ տալ, որ հանձնեն թալանը, զենքերը եւ հեռանան Հայաստանին։ Ուշագրավ է հայ զորականներին առաջնորդ Սմբատ իշխանի պատասխանը. «Մենք սովոր ենք Տիրոջից, թե ողորմություն արժանի է ցույց տալ ողորմածներին, իսկ դուք անողորմ ազգ եք ու արժանի չեք ողորմածության։ Ողորմածությունը ողորմածներին»։ Սա քրիստոնյա հայ զինվորականների կարևորագույն սկզբունքներից էր, որից չգիտես ինչու նահանջեցինք հետագա դարերում։ Ապստամբները սակայն ստիպված տեղի տվեցին թշնամու գերակշիռ ուժերի առաջ, որից հետո հեռացան Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող Եգերաց աշխարհ։ 705 թվականին հայ ազնվականությունը գլխատելու նպատակով արաբ ոստիկանը դիմեց խաբեության, նրանց հրավիրելով Նախցվան իբր խալիֆի կողմից թոշակներ հանձնելու։ Մոտ 1200 հայ ազնվականներ խաբեությամբ փակվեցին եւ հրկիզվեցին Նախցվանի եւ Խրամ Ավանի եկեղեցիներում։ Հայ նախարարների դեմ ուղղված այս ծանր հարվածից հետո սկսվեց նոր ճնշումներ։ 725 թվականին անցկացված նոր աշխարհագիր ավելացած հարկերից, որոնցից ազատում էին միայն դավանափոխներին, 748-ից 750 թվականների Հայաստանում բռնկված նոր ապստամբությունը դժբախտաբար ապստամբության ղեկավարող Մամիկոնյան Բագրատունյան իշխանները միջև անհամաձայնության ծագեց, ինչն էլ հնարավորություն չտվեց մեծ նվաճումներ հասնելու։ 750 թվականին արաբներին հաջողվեց դաժանորեն ճնշել ապստամբությունը։ 762 թվականին արծուների գլխավորությամբ Վասպուրականի բռնկված հուժկու ապստամբությունը, որի ընթացքում արձանագրվեց բացառիկ հերոսական դրվագներ, համահայկական ընդգրկումով ամենամեծ ու ամենահուժկու ապստամբությունը տեղի ունեցավ 774 թվականից մինչև 775 թվականներին։ Այն առաջնորդում էին Մուշեղ Մամիկոնյանը եւ Սմբատ Բագրատունին։ Ոգևորության աննախադեպ էր դրված էր անկախ պետականություն վերականգնելու հարցը։ Անհանգստության արաբները 775 թվականին մեծաքանակ լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկեցին Հայաստան։ Մեծ դժվարությամբ նրանց հաջողվեց ճնշել ապստամբությունը։ Դրանից հետո Մամիկոնյանները եւ մի քանի նախարարական տներ ենթարկվեցին համատարած կոտորածների, ինչի արդյունքում նրանք որպես վճռորոշ ուժ դուրս մղվեցին մեր պատմությունից։ 9-րդ դարում խալիֆայությունը աստիճանաբար թուլացավ։ Դրան նպաստեցին մի շարք ապստամբություններ, այդ թվում նաեւ Բաբիկինը 816-ից 837 թվականների։ Զուգընթաց զարգանում էր Հայաստանը, առավել հզոր էին Բագրատունիների արծուները եւ Սյունիները։ Հայաստանի հզորացումը ու Բագրատունիների վերելքը կանխելու փորձ արեց Մութվաքիլ խալիֆը 849 թվականին։ Ի պատասխան Հայաստանում տեղի ունեցավ 850-ից 855 թվականների հզոր ապստամբությունը արաբ տիրապետության դեմ։ Այդ տարիներին արաբների զորքերը ապստամբությունները, ձերբակալություններ ու գերեվարումներ, զանազան վայրագություններ ի զորու չեղան կոտորելու հայության ոգին։ Ի վերջո խալիֆը ստիպված էր Հայաստանից հետ քաշել Պաջից զորքերը եւ ճանաչել հայոց աշխարհի լիակատար ինքնավարությունը։ 855 թվականին խալիֆայության կողմից հայոց իշխան ճանաչվեց պարապետ Սմբատ Բագրատունու
35-ամյա որդի Աշոտ Բագրատունին, տաղանդաշատ մի անհատ, որին էլ վիճակված էր վերականգնել շուրջ 450 տարի ընդհատված հայոց թագավորությունը։ Փաստորեն հայերի մղած սական ազատագրական պայքարը տվեց իր արդյունքը, և 9-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվեց բոլոր նախադրյալները Հայաստանի անկախ պետականության վերականգնման համար։